Ողջույն։ 3 մարտի 30-ին տեղի ունեցան ընտրություններ մեր հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում եւ Երևանամերձ Փարաքար համայնքում։ Երկուսում էլ հերթական անգամ արձանագրվեց քաղաքացիական պայմանագրի տապալումը։ Փարաքարում ընդդիմադիր թեկնածուն միանձնյա կարողանում է վերցնել իշխանությունը, իսկ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 37%-ից պակաս ձայն, ինչը նշանակում է, որ չի կարող քաղաքը ղեկավարել։ Մյուս 4 ուժերը, որ անցել են շեմը, մինչ այս պահը հանդես են եկել արմատական ընդդիմադիր դիրքերից, եւ հավանականություն կա, որ միանալով ավելի քան 50% ձայն կունենան եւ կկարողանան Գյումրիում ձևավորել իշխանություն։ Շեշտեմ, որ թեև այժմ Գյումրիում եւս իշխանությունը ՔՊ-ն է, բայց ապօրինի, քանի որ նախորդ ընտրություններում իրենք դարձյալ չէին ընտրվել, բայց խլեցին իշխանությունը, որ քաղաքապետի ԺՊ ունենալով ՔՊԱ-կանի, իրենք կազմակերպեն ընտրություններ։ Էլի չստացվեց, չօգնեց ոչինչ, մերժվեցին։ Իմ տեսանկյունից ավելի տրամաբանական կլիներ, որ ՔՊ-ն անգամ ավագանի չմտներ, որովհետև մեր երկրի գլխին իրենց բերածներից հետո միակ արժանի գնահատականը դա էր լինելու։ Բայց դե հասկանում ենք, ունեն իշխանություն, վարչական ռեսուրս, ծախսելու համար շատ մեծ գումարներ, ըստ երևույթին պետական։ Ունեն պաշտոնյա ազգուտակեր, վստահորեն ասում եմ, իշխանազրկումից հետո ՔՊ-ն ցանկացած վայրում հազիվ մի քանի տոկոս հավաքի, առհասարակ, կարծես անկախ Հայաստանի ավանդույթ դարձած լինի։ Իշխանությունը կորցնելուց հետո, թե ՀՀՇ-ն, որը 99-ին էր հզոր, իշխանություն էր հզոր, հաջորդ մասնակցության ժամանակ անգամ անցողիկ շեմը չէր հաղթահարել, նույնը ՀՀԿ-ն 2018-ի դեկտեմբերին չանցավ խորհրդարան, բայց հիմա նույնը սպասում է ՔՊ-ին, արհեստական շնչառության ապարատի տակ, բացառապես վարչական ռեսուրսով պայմանավորված, բայց զրո ժողովրդական աջակցություն։ Տեսեք, 3 ամբողջ օրը մի շնչի տակ կատարվել են ընտրախախտումներ։ Այդ առումով ՔՊ-ն շուտով կգերազանցի անգամ 95-96 թվականների բեսպրեդելը։ Ահազանգները շատ էին, ընտրատեղամասերի մոտ Սարիկ Մինասյանի խանութ-շտաբ կար, ընտրողների մի մասը նախ մտնում էր այնտեղ, հետո նոր ընտրատեղամաս, հետո էլի էին մտնում, այնտեղ հետ գնում էին։ Ամբողջ օրը կուտակումներ էր։ Տեղի ունեցավ ավագանու թեկնածուի ձերբակալություն, խոսվեց Ջավախքից ընտրողներ բերելու մասին, մարդիկ պարզել էին, որ իրենց տան վրա տասնյակ գրանցվածքներ կան։ Մամուլում գրվեց Գյումրու խաղամոլների հաշվին լիցքավորումներ էին անում, որ ՔՊ-ի օգտին քվեարկեն ու դժվար լինի բացահայտում։ Արձանագրվեց ընտրողների ուղղորդում, բաց քվեարկություններ, իսկ քվեների հաշվարկի ժամանակ նաև լույսերը տարան, ինչը սովորաբար լինում է ընտրությունների դեպքում։ Գրանցվեցին դիտորդների ահաբեկումներ, լրագրողների նկատմամբ ճնշումներ եւ այլն, ու այդ բոլորը ՔՊԱ-կանների կողմից, եւ այդ ամենով հանդերձ շատ վատ արդյունք ՔՊ-ի համար։ Ընդունելով պարտությունը Նիկոլը ասում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Իսկ ես վստահորեն կասեմ, որ ի տարբերություն Փաշինյանի կենացների, ՔՊ-ն ամեն ինչ արեց, որ ազատ ընտրություններ չլինեն։ Այն, ինչ կատարում էին ՔՊԱ-կան վստահված անձինք, հանձնաժողովականները, հատկապես նախագահները, մի շարք տեղամասերում պարզապես օրենքի կոպիտ խախտումներ են։ Եվ ի դեպ, այս ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան կարևոր է, որ խորհրդարանական ընդդիմությունը ունենում է հանձնաժողովներում անդամներ, ինչը չէր ունենա մանդատները վայր դնելու դեպքում։ Դա վերահսկման կարևոր միջոց է։ Լավ, ինչու ՔՊ-ն գնաց ընտրախախտումների։ Պատճառը վստահաբար վախն է, անվստահությունը իրենց աջակցողների մասով։ Իրենք էլ հոտեղյակ են իրենց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի մասին։ Այս ընտրությունները ՔՊ-ի համար թեստ էին, որը լրացրեց կիսատ բռատ, չհանձնեց, որովհետև ոչ գիտելիք ուներ, համել չկարողացավ այնքան կեղծել ու մի կերպ պլստալ, էլ չի ստացվում։ Դասախոսը կասեր, անհույս է։ Տեսանք, որ ՔՊ ամբողջ ռեսուրսը, իշխանական ողջ զորքը, այդ թվում Նիկոլը օրեր շարունակ Գյումրիում էին։ Ազգային ժողովի նախագահ, նախարարներ, պատգամավորներ, քաղաքապետեր,
այլ քաղաքների քաղաքապետեր, հատկապես ուշագրավ էր տեսնել այնտեղ Վեդու եւ Թալինի քաղաքապետերին, որոնք երկուսն էլ պարտվել էին ընտրություններում, որից հետո մի կերպ հասել արտահերթ ընտրության եւ մի կերպ հաղթել։ Շիրակի մարզպետը բացված քվեատուփից են կողմ չէր գալիս։ ՔՊ-ն ողջ ուժը կենտրոնացել էր, ողջ ռեսուրսը Գյումրիում, ու դա էլ չօգնեց, պարտվեց։ Վստահեցնում եմ ձեզ, այդքան պետական վարչական ռեսուրս իրենցից բացի ով էլ ներդներ 50+ կհավաքեր, բացի իրենցից, ՔՊ-ից, որովհետև կտրուկ փոխվել է քաղաքացիների վերաբերմունքը այդ կուսակցության նկատմամբ։ Սա 2021-ի հանրությունը չէ, որ շոկի մեջ էր։ Ազգային ժողովի ընտրություններում հաղթելուց հետո այս իշխանությունը ել ավելի մեծ վնասներ է տվել մեր երկրին ու ժողովրդին, քան մինչ այդ։ Այս ընտրությունները դաս էր մեծ փրթող ՔՊԱ-ականների համար, ազգային ժողովի նախագահ աշխատողի համար, որ ասում էր ուզում եք շաբաթը մեկ ընտրություն անենք ու հաղթենք։ Սա ընտրություն էր ընդդիմության եւ վարչական ռեսուրսի միջև, եւ վարչական ռեսուրսը պարտվեց, իսկ ՔՊԱ-ական աջակցություն առհասարակ չկա։ Ցանկացած մեկը, որ տեխնացություն է դնում, պետք է իր համար պարզ լինի, որ այսօր Հայաստանում որպես ընտրություններում բրենդ օգտագործել Նիկոլ Փաշինյան եւ քաղաքացիական պայմանագիր անունները նշանակում է ձախողել։ Այդ կուսակցությունը իրենց իշխանությունը ձախողման էտալոն է բոլոր բնագավառներում, բոլոր իրավիճակներում։ Այս ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք ձախողեցին Սարիկ Մինասյանի ապազգային թեզերը, թե Արցախը չենք հանձնել, չենք կռվել, բանավեճում իր ելույթը, էլի Արցախում ծառայելու դեմ, Գյումրին կառուցած Լինսի հիմնադրամի դեմ Քոչարյանի հասցեին զրպարտանքները, Աղետի գոտու վերականգնման ու վերականգնողի դեմ իրենց միտինգը։ Ում մտքով էր անցել, թե հնարավոր է Նազելի Բաղդասարյան, Վահագն Ալեքսանյան, Կոնջորյան բան հանել բեմ ու ակնկալել քվե, կամ Ալենին բերել, որ յանի ինչ չջոկեցինք։ ՔՊ ամբողջ քարոզարշավն էր հիմնված ֆեյքերի վրա։ Մամուլը գրել էր, որ միլիոնավոր դրամներ են ծախսել ոչ թե իրենց քարոզչության վրա, այլ մյուս տեխնացուներին մրոտելու համար։ Իրենք ոչ թե ասում են եկեք մեզ ընտրեք այսինչ արած բանի համար, այլ մի ընտրեք մյուս մեկելներին։ Վարդան Ղուկասյանին ամբողջ օրը կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա էլ չէր խորշում, ասում էր երևի թե այն ինչ կա, ինչը չկա չէր ասում, ու մարդը տարավ ընդդիմադիր ամենից խոշորաթիվ ձայները, ապացուցելով, որ Քոչարյանի հետ կապվել է շատ ավելի շուտ հեղինակություն է բերում, փոխարենը Նիկոլի, որը քարոզարշավի վերջին օրերին չմասնակցեց էլ, ավելի չհեղինակազրկելու համար իրենց Սարիկին։ Չնայած այդ դեպքում Ալենին կամ Կոնջորյանին ինչ էին ուղարկել, որ մի գյումրեցին ինչ անի, անհասկանալի է։ Ինչ տեղի կունենա Գյումրիում։ Գուցե իշխանությանը հաջողվի դիմել այն մեթոդներին, որ արել էին Վանաձորում, Թալինում, Վեդիում, Մալավերդիում եւ այլ քաղաքներում, եւ տիրանան քաղաքապետի աթոռին։ Հնարավոր է փորձեն լեզու գտնել ընդդիմադիր դիրքերից հանդես եկած իսկ հիմա չկողմնորոշվող տեխնացուի հետ ու փորձեն այս կամ այն կերպ զավթել քաղաքապետի աթոռը։ Սա էլի դեպ ուշագրավ է։ Ցանկացած մեկը, որ մասնակցում է ընտրություններին, իմ կարծիքով պետք է անգամ ամենաանհավանական սցենարները նկատի ունենա։ Պետք է մտածած լինի, թե որ քայլից հետո ինչ կարող է լինել, բայց դեռ այս թեմայում չեմ խորանում։ Բայց միևնույն է, եթե անգամ ՔՊ-ն տիրանա քաղաքապետի աթոռին եւ ինչ, դրանով ինչ խնդիր լուծած կլինի, որովհետեւ այլևս Հայաստանում ձայներ են ստանում նրանք, ովքեր հանդես են գալիս Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ ռադիկալ քննադատության դիրքերից։ Հետևաբար հասարակության մեծամասնության մոտ է այդ տրամադրությունները։ Այս ընտրությունները տարբերվում էին նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրություններից ակտիվ մասնակցությամբ։ Կարծում եմ ՔՊ-ի նկատմամբ անհանդուրժողականությունն է մարդկանց բերել տեղամասեր։ Մի քանի դեպք աչքովս ընկա, որ քաղաքացիներին ասել էին տեխնացու չունենք, բայց գնում ենք, որ ՔՊ-ն չանցնի։ Կային իհարկե ու շատ էին, որ հոգնած լինելով այս խուժանությունից ընտրում էին այն հին ու բարի անցյալ ժամանակները։ Գիտեք, գուցե իշխանությունը Գյումրեցուց խլեն, քվեն գողանան, բայց չեն կարող կասեցնել իրենց նկատմամբ անհանդուրժողականությունը։ 2018 թվականի այսօրը Փաշինյանը Գյումրուց քայլելով եկավ Երևան,
ինչ ուզեց արեց, մեկ էլ հոп հասավ իշխանության։ Իսկ այսօր տեսնում ենք, որ բացառիկ բարձր վարկանիշի հետք անգամ չի մնացել, ինչքան որ բարձրացել էր, շատ բարձրից կտրուկ գահավիժել են։ Գյումրու ընտրությունները Նիկոլի վրա հույս դրածներին նրանից պաշտոն ստացածներին ապացուցեցին, հուշեցին, որ անհեռանկար զբաղմունք է այլևս հույս կապելը, եւ ինչպես ՔՊԱ-կան պատգամավորը հարբած վիճակում կիսվեց, 26-ին չեն լինելու։ Կարճ ասած, մարտի 30-ի ընտրությունները փաստեցին, որ ՔՊ-ն որպես կուսակցություն, որպես կառավարություն միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ժողովուրդը պատրաստ չէ նրանց տեսնել երրորդ ժամկետում։ ՔՊԱ-կանները այլևս չեն կարողանալու իշխանությունը պահել ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրություններով։ Այսօր Գյումրիում, վաղը ողջ երկրում հաղթանակի ամենամեծ շանսը ունեն նրանք, ովքեր հանդես են գալիս արմատական դիրքերից եւ առաջարկում են կտրուկ փոփոխություններ։ Իհարկե, հաղթելու շանսը կունենան նրանք, ովքեր լուրջ հակառակորդ են, ոչ թե ձևական, դրածո կամ էքսպերիմենտալ։